Բարև ձեզ հարազատներս, եղանակները տաքացել են, ես էլ լավացել եմ, արդեն սկսել եմ բուսաբանական այգի գալ, 4 ամիս չէի եկել, հայտարարություններ, ու հիմա մի հետաքրքիր բան եմ ուզում ձեզ պատմել, մի հետաքրքիր ասացվածքի երևի մասին, որ կյանքը շատ կարճ է, ոչ բոլորն են հասցնում մարդ դառնալ, չգիտեմ սա ով է հնարել, բայց մեծ իմաստություն է, շատ. Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի է ինչ աշխատում եմ մեր երկրում։ Սկսեմ երևի ընկերուհուս պատմությունից, ուրեմն շատ իմ նեղ շրջապատը, շատ քիչ մարդ եմ այդտեղ մտցնում, շատ փորձված, երկար տարիների բան, բայց որ մտցրեցի արդեն այդտեղից շատ դժվար եմ, ես ինքս չեմ հանում ոչ մեկի, իրանք են գնում, բայց անգամ եթե իրանք գնում են, ես իրանց բռնում եմ, ասում եմ, դու իմնես հետ արի, բայց մարդիկ գնում են, դուրս են գալիս այդ շրջապատից, հիմա իմ ընկերուհին այս նեղ շրջապատում ինձ ինչ ասած լինի, որ լավ լինի։ Դու շատ սխալ ես անում, որ քաղաքականությունից ես խոսում, շատ սխալ ես անում, հիվանդները քո մոտ չեն գա, ես արդեն վերևներից, ես ինչ ասում եմ, սա ճշմարտություն չի, սա ուղղակի բառացի փոխանցում եմ ինչա ընկերուհիս ասել։ Որ մենակ ընկերուհիս լներ, խնդիր չունե իր հետ խոսայի, բայց այնքան շատ մարդ է այդպես մտածում, դրա համար ուզում եմ կարևոր է այս տեսահոլովակը նկարահանելը։ Որ Նիկոլ Բեզ վերևներից իմացել եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեկամանալու է, ինքը դեռ գործեր ունի անելու, բաներ ունի հանձնելու, բայց քո արածը ինչա, քո ապրածը ինչա, ոչ մի կաբինետ ունես, ռեգրես ես ապրում, ինչ եկել ես, հիվանդներդ իրար համար գլուխ չեն ջարդում, մի քիչ սուս մնա, պրոգրես լինի քո մոտ։ Հիմա այստեղ կարմիր գիծ ես ասած, ինչա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը մնում է, որ բաներ ունի հանձնելու, բայց քոնը կարևորը կաբինետն է։ Հասկանում ես, սա մեր բնակչության մտածելակերպն է, սա մենակ մի հոգի չի էսպես մտածում։ Այ որտեղ որ կանք, այդ դրա հետևանքն, այս մտածելակերպի հետևանքն է։ Նիկոլ Փաշինյանից էլ ասեմ, որ գնաց Ռուսաստան Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, երևի տեսակ, որ խոսակցությունից արդեն հասկանալի է, որ Պուտինն էլ լրիվ ձեր տալիս Նիկոլ Փաշինյանը։ Ես դա շուտվանից գիտեի, որ գերտերությունների համար մեկը ով այստեղ նստած, լրիվ մեկը ով այստեղ նստած, իրան գալիս են իրանց ինչ պետք է վերցնում գնում են։ Մեզ ուղղակի ներկայացուցիչ է պետք, որ մեր արժեքները պաշտպանի, մեր արժեքները արդեն ասել եմ հողը ու հայ առաքելական եկեղեցին։ Ու բայց այդ Պուտինի հետ հանդիպման Պուտինը մի հետաքրքիր բան ասեց հուսամ ձեր այստեղ գալը ձեր քարոզարշավի մասը չի, սա այնքան կարևոր է նորից ես ընկերուհուս ասացի հետ մեծ կապ ունեցող, որ մեր երկրում այդ իշխանություն, պաշտոնի համար ամեն ինչի ունակ են, այ ռուսամետների ձայները վերցնելու համար գնան տեսեք Պուտինի հետ իշլավ հարաբերությունների մեջ ենք, գեերի հետ տեսեք ինչեր ենք անում, որ դուք մեզ ընտրեք, ձեր նման ենք, հավատացյալների հետ գնան տանջվելով պատարակների մասնակցեն, կապ չունի եթե անգամ պատարակի ժամանակ խախտումներ ա լինում, ինչ որ գորգրոց ա լինում պատարակի ժամանակ, դա չի էական, որ տեսեք, բայց մենք հավատացյալ ենք, սա մեր Նիկոլ Փաշինյանը օթից չի եկել, սա մեր մեջ մեծացած այս արժեքները այս մարդիկ նույն արժեքներն են դավանում այս երկրում, ես ինչի եմ սա տեսնում, քանի որ ես այդ ճանապարհից դուրս եմ եկել, այդ ճանապարհին ես էլ եմ եղել, դրա համար ինձ համար հիմա հասկանալի է, տեսնում եմ, որ դուք սխալ եք ու դրա համար փորձում եմ իմ, չգիտեմ, կկարողանամ իմ փորձս փոխանցել ձեզ, որ դուք էլ այդ ճանապարհից իջնեք, այդ տիտղոսները, թագերը գլխների դրսից Ուրեմն ես էլ եմ այդ նույն ճանապարհի վրա եղել, որ աշխարհի ամենալավ բժիշկը պետք է դառնայի, 2 տարում արձինատուրա, 2 տարում ասպիրանտուրան ավարտում եմ, 3 տարվա փոխարեն Ամերիկայի Միացյալ Նահանգների քննություն հանձնում, որ ես գնում եմ վերջել բան չի մնացել ինձ, պարող, որ ես աշխարհի ամենալավ բժիշկն եմ դառնալու, ու ես այդտեղ կանգնում եմ, իմանում եմ, որ Քրիստոսին ինչի են խաչել, ու լրիվ փոխվում է կյանքս, որովհետև լրիվ արժեքներն են փոխվում։ Դու հասկանում ես, որ քեզ Աստված արդեն մեծ տաղանդներով մեծ առաքելություններով, մեծ գործեր ունես, այս տաղանդները այսպես տված չեն, մեծ գործերով ստեղծել է, էլ քեզ պետք չի գլխիդ տիտղոս լինի, թագ լինի, կաբինետդ մեծ լինի, լուսամուտները եսի մուր նայեն, հիվանդներդ իրար մորթեն, քեզ արդեն այն որ ասում եմ, երկնային խաղաղությունը արդեն մեջ տա մտնում, արդեն դու գիտես, որ դու ոնց ասում եմ, դրսից քեզ էլ բան պետք չի, դու պիտի տաս արդեն, չվերցնելը չի, արդեն տալն է, դու պետք է արդեն տաս։ Ու այս ճանապարհին ոնց այս ճանապարհին հասնեք, ոնց եղավ որ Աստված ինձ դա ցույց տվեց, այս ճշմարտությունները շատ
քիչ են բացվում։ Սա հետաքրքիր է այս Աստծո գործը, որ քիչ է ուշուշա բացում այս ճշմարտությունները, քաղցրությունը զգաս դրա, որ քո սխալները որ հասկանաս սա ինչ է։ Ու sense մի հետաքրքիր բան էլ լսեցի, որ մարդ դա գիտենք, որ մարդ դրսից չի երջանկանում, արդեն ասել եմ, այս ուտելիք է, սեքս է, այս ինչեր է, այդ որ դրսից հատ ուզում եք ինչ-որ բաներից երջանկանեք, դա չի տալիս, մարդ ներսից է երջանկանում, ու ներսից sense մի հետաքրքիր բան կա, որ պետք է դու դեպի ներս աճես, դեպի ներս ճանապարհ կա։ Ոնց եմ ես դա հասկանում, մի թուղթ գրիչ վերցրեք ու սկսեք նկարագրել ձեզ, դուք ինչ եք ձեր մասին մտածում, ձեր դրական կողմերը որն են, բայց ճշմարիտ, ոչ թե այնց սուտ, որ էլի թագի նման, տիտղոսի նման, ճշմարիտ, ասեք, այ իմ ամենաուժեղ կողմը սա է, այ իմ ամենաթույլ կողմը սա է, այսօր ես սատանայի ծառը ջրեցի, թե բարու ծառը ջրեցի։ Իմ նպատակները որն են, ինչի համար եմ ապրում։ Այս ամեն ինչը շերտեր են, քիչ դեպի ներս, այն ամենաներսում Աստված է։ Ու հետաքրքիրն այն է, որ Աստված չի սպասում դու այն գնաս ամենավերջը, որ ինքը տեսնում է դու արդեն ճանապարհը գտած գալիս, ինքը դուրս է գալիս, քեզ գրկում, ասում ապրես հասար։ Ուզում եմ դուք այդտեղ հասնեք, որ ձեզ տիտղոս պետք չլինի, դրսից այդքան տարբեր շորեր առնեք, հագնեք, որ տեսնեք, որ մարդկանց ցույց տաք, որ դիմացինն էլ տենց մտածի։ Դեպի ներս այդ ճանապարհը գտեք գնացեք։ Այդ ժամանակ մենք արդեն այս երկիր ենք ունենալու, Արարատն էլ է մերը լինելու, Արցախն էլ է մերը լինելու, ամեն ինչն է մերը լինելու արդեն, ամեն ինչը։ Չգիտեմ, կարամ դա փոխանցեմ։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։